Տեր Եսայի 3 մայրաթորի վրա հերթական ոտնձգությունը տեղի ունեցավ, բայց հավատավոր ժողովրդի միասնականությունը ցույց տվեց, որ մայրաթորը անսասան է։ Ինչպիսին է երեկվա իրադարձություններին ձեր գնահատականը եւ Վեհափար Հայրապետի վերաբերմունքը այս ամենի ինչպես է հիմա Վեհափար Հայրապետը տեսնելով հավատավոր ժողովրդին իր կողքին։ Վեհափար Հայրապետը իր առաքելության մեջ ամուր է եւ հաստատուն է եւ բնականաբար մայրաթորի բնականon գործունեության առումով որևէ բան փոխված չէ եւ մայրաթորը իդեմս Վեհափար Հայրապետի միաբանության շարունակում է իր գործունեությունը, իր առաքելությունը։ Երեկվա դեպքերի հետ կապված պարզապես ցավալի է այն իրողությունը, որ մենք կարող ենք այսպիսի փաստի անդրադառնալ, բայց ամեն դեպքում մենք գիտենք եւ վստահ ենք, որ մեր ժողովուրդը, մեր հավատացյալ հայրենիները եկեղեցու կողքին են, եկեղեցու իբրև հավատացյալներ ամուր են կանգնած իրենց հոգևոր զգացումների եւ ապրումների մեջ եւ բնականաբար իրենց համար եկեղեցին, մեր ժողովրդի համար եկեղեցին կարևոր արժեք եւ կարևոր հոգևոր կառույց է, որը որ միշտ պետք է պահպանել, ամենակարևորը ոչ թե գոռալով, այլ աղոթքով, հավատարիմ մնալով եկեղեցուն եւ եկեղեցու վարդապետությանը։ Տեր Եսայի 10 եպիսկոպոսները երեք այստեղ Վեհարանի դարպասների առջև նշեցին, որ քարտուղարություն նամակ են փոխանցել Վեհափար Հայրապետի հրաժարականի պահանջով եւ որ հաջորդը իրենք են գալու մայր տաճարում աղոթք անելու, ժամերգություն կամ պատարակ անցկացնելու։ Վեհափար Հայրապետը արդյոք ծանոթացել է այդ նամակի բովանդակությանը եւ դիրքորոշումը ինչպիսին է։ Ես նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, կարող եմ ենթադրել մոտավորապես այդ բովանդակությունը ինչպիսին պիտի լինի, արձագանք երբ որ այդ նամակին եթե արձագանք լինի, մենք պատշաճորեն այդ մասին կծանոթենք, իսկ ինչ վերաբերում է մայրաթորում աղոթքի, մայրաթորի դռները, մայր տաճարի դռները բոլորի համար բաց են եւ ցանկացած պահի որևէ մեկը կարող է գալ իր աղոթքը բարձրացնել մեզ հետ միասին, ավելացնելու բան չունեմ։ Տեր Եսայի մի քանի անգամ մայրաթորը զգաստության կոչ է արել, ես ուզում եմ հասկանալ գործող կարգի համաձայն, հա, ինչպես է այդ ընթացակարգը, քանի անգամ կարող են այդ զգաստության եւ այլ կոչեր լինել եւ երբ է դրան արդյոք հաջորդելու է արդեն կարգալության հարցը կոնկրետ այս նշված 10 եպիսկոպոսների մասով։ Գիտեք, մայրաթորը շարունակում է կանոնականության սահմաններում եւ իր գործունեությունը եւ այդ կոչերը հնչեցնել եւ սա process է, սա գործընթաց է, որը ամենակարևորը լինի այդ կանոնականության սահմաններում պահպանելով եկեղեցու առաքելություն անխաթար, մնացածը ընթացք է եւ առաջիկայում կտեսնենք։